Բարև ձեզ հարցազրույցի տաղավարում այսօր զրուցելու եմ Սևակ Հակոբյանի հետ Երևան Today կայքի գլխավոր խմբագիր շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար Սևակ այսօր փորձելու ենք անդրադառնալ ի թիվս այլ հարցերի նաև 2018 եւ 2025 այնինչ խոստանում էր Նիկոլ Փաշինյանը եւ այն իրականությունը որը այսօր ունենք բայց սկսենք օրվա անվտանգային անհանգստացնող տեղեկությունից կրկին Սյունիքի մարզի գյուղերի ուղղությամբ մասնավորապես Խոզնավարի եղել են կրակոցներ, բայց իշխանական падգամավորը պնդում է, որ եթե լինի խաղաղության պայմանագիր, Ադրբեջանը էլ չի կրակի։ Իսկ մենք գիտենք, որ Ադրբեջանը սկսեց կրակել այն բանից հետո, երբ հայտարարվեց, որ այդ պայմանագիր կոչվածի, որ իրականում պայմանագիր էլ չէ, այլ համաձայնագիր է հարաբերությունները կարգավորելու մասին, տեքստը համաձայնեցվել է։ Դրանից հետո Ադրբեջանը գետնի վրա ցույց տվեց, թե ինչպիսին է պատկերացնում խաղաղությունը։ Ողջույն Մարիաննա, շնորհակալ եմ հրավերի համար։ Կպական падգամավորի մեջ բերումից այդտեղ բանալի բառը եթեներ, կարծում եմ, եթե լինի խաղաղության պայմանագիր։ Խաղաղության պայմանագիր կամ կլինի, թե չի լինի։ Այսա շատ խիստ կասկածելի է։ Ամեն դեպքում կրակոցները գիտեք, վերջին անգամ որ կրակեցին, այդ ժամանակ կպականները ասում էին, հա կրակում են, որովհետև վառեցին Թուրքիայի եւ Ադրբեջանի դրոշը հանրապետության հրապարակում։ Ես շքան հիշում եմ, ես քանի օր որևէ դրոշ չեմ վառել, բա հիմա ինչ են կրակում։ Ինչու են կրակում։ Զանազան տեսակետներ կարող են լինել, բայց կարծում եմ, տեսեք, Հայաստանում անընդհատ մի տեսակ շատ ոչ թե խաղաղասիրական, այլև թրքասիրական տրամադրություններ են իշխանությունը փոխանցում եւ հա պատրաստ եմ սահմանադրություն փոխել, երեք էլ ասեց, պատրաստ եմ Միսկի խմբի լուծարմանը, պատրաստ եմ առևտրի, պատրաստ եմ գա կապրեք, նրանք էլ կրակում են դե շուտ արա, դե որ պատրաստ է շուտ արալ, տեսնենք ինչ ես անում։ Ու այստեղից ասում են մենք չենք կրակում, որովհետեւ եւ այլ եւ այլ եւ այլն։ Հիմա այս կրակոցները հերթական այդ վախն է, որտեղ այնտեղից մի հատ կրակում են, այստեղ արդեն վախենում են, թե եկեք բա շուտ արեք, ժողովուրդ ջան, բես էլ անենք, որ խաղաղություն լինի։ Ընդ որում այդ վախը կարծես թե հարմար է երկու կողմին էլ, որովհետև Ալիևը վախեցնում է Նիկոլ Փաշինյանին, Նիկոլ Փաշինյանը այդ նույն կրակոցներով ժողովրդին է անընդհատ ասում, որ այ ստորագրենք պայմանագիրը, Ադրբեջանի հետ կլինի խաղաղություն։ Վերջին իր ելույթներում Կարմիր թելի պես անցնում է, որ Ադրբեջանի հետ խաղաղություն է լինելու, չի լինելու պատերազմ, այս արտահայտությունը նա պնդում է, ինչպես ժողովուրդն է ասում, բայց շաքար ասելով բերանդ չի քաղցրանում։ Հիմա Նիկոլ Փաշինյանը ինչքան ուզում է պնդի, որ չի լինելու պատերազմ, այնտեղից սահմանից այն կողմ Ալիևը ուրիշ բան է ասում։ Եկեք, հիմա թե ինչ է ասում Ալիևը, թողնենք Ալիևին, ու թե ինչ է ասում Նիկոլը, թողնենք Նիկոլին։ Հիմա ժողովուրդը հավատում է, թե չի հավատում։ Գիտեք, երբ որ 2021 թվականի ընտրության գնում էր խաղաղության դարաշրջանով, կարծում եմ, որ հավատացողներ կային, բայց հիմա դրանից անցել է 4 տարի, արդեն 2026-ի ընտրություններն են մոտենում, ու տեսանք, որ հետք չկա, էլի, որը մի նշան չկա, որ կարող է ինչ-որ մի խաղաղություն լինի։ Տեսան, իսկ ինչու չկա, որտեվ այդ մարդիկ աստիճանաբար համոզեցին, որ մեղավորը, որ խաղաղություն չկա ու որ չի լինելու, դա Հայաստանի անկարող կառավարությունն է։ Այո, Ադրբեջանի հետ պետք է խաղաղություն լինի, պետք է խաղաղություն լինի ընդհանրապես տարածաշրջանում, բայց դու, ես այս թեման հաճախ եմ անդրադառնում, դու այն մարդն ես, որ կարող ես այդ խաղաղությունը բերել։ Դու մի հատ կրակոցի հարց չես կարողանում լուծել։ Դու ընդհանրապես խաղաղությունը Նիկոլ Փաշինյանից բավական հեռու է, էլի։ Դրա համար մարդիկ սկսեցին մտածել, լավ, խոստանը, հա, դու 21-ին էլ ես խոստացել, 22-ին էլ, 20-ը հեսա խաղաղություն տին ու կրակում են, կրակելու են, որովհետև Ժորժ ջան, նա չի կարող խաղաղություն բերել, որովհետև ինչպես նաև նա բոլոր դուք նշեցիք, որ խոստումներից ենք խոսել, որովհետև ինչքան որ կատարել է նա իր խոստումները, որևէ խոստում, այնքանով էլ կբերի խաղաղություն։ Ետնի վրա հակառակն եք տեսնում։ Դուք հավատում եք, որ Նիկոլ Փաշինյանը ընդունակ է Հայաստանում սամալյոտի գործարան բացել, ինչպես որ խոստանում էր։
Ես չեմ հավատում։ Ուրեմն նույնքան չեմ հավատում, որ կախաղություն կարող է բերել։ Երեկվա իր ուղերձում առաջին հանրապետության օրվա առիթով Նիկոլ Փաշինյանը անվտանգային հարցին էլ անդրադարձավ, իհարկե կրկնեց այդ խաղաղության օրակարգը եւ որպես դրա երաշխիք ոչ թե զինված ուժերը հրճակեց, որը նաեւ զինված ուժերի սահմանադրական ուղիղ պարտականությունն է եւ ֆունկցիան, այլ պայմանավորեց խաղաղությունը, անվտանգությունը, այսպես մոտիկ հարևանների հետ լավ հարաբերություններով։ Փաստորեն իր կարծիքով, եթե ամեն ինչ զիջի, ամեն ինչ տա թուրքերին ու ադրբեջանցիներին, դա լինելու է երաշխիքը տարածաշրջանում խաղաղության։ Նիկոլ Փաշինյանը այսքան ժամանակ շատ փայլուն կարողացել է անվտանգության առումով լուծել միայն իր անվտանգությունը Երևան Արմավիր ճանապարհին։ Նայեք, ինչ էր կատարվում, ինչքան ոստիկաններ էին լցվել 1000 տեսակի, Սարդարապատում վախվորած շարժումները, մենակ իրենց ներկայությունը, նույն թեմային վերադառնամ, ինչքանով որ կարողանում է լուծել անվտանգությունը, այս կրակոցները, այս բոլորը չէ, ինչքան որ դրանք է կարողանում լուծել, կարգավորել, ընկանել այդ անվտանգությունը։ Երեկվա Սարդարապատում նրա գիտեք, այս ցավալի պատկեր էր, ոնց որ հողեր, երկիր, հանձնող, ընդհանրապես հանձնվողների խումբը, հա, առանց պայքար հանձնվողների խումբը անգամ գնացել է պետություն կերտողների, պայքարացների հիշատակին ինչ որ խոսքեր է ասում, դա մի քիչ շատ խնդալու էր էլի, որ նայում է այդ պատկերը, որտեվ այն մարդիկ իրենց զոհել են պետության համար, ժողովրդի համար, իրանց մտակարակն է, սրանք պետությանը զոհել են, ժողովրդին զոհում են, հենց իրենց շահերի համար։ Երեկվա կադրերում մի ուրիշ կոնտրաստ էլ կար, արգելափակոցներով, արգելապատնեշներով առանձնացված էր իշխանական, այսպես ասած, էլիտան ժողովրդից, իսկ մենք հիշում ենք, թե նախկինում Սարդարապատում ինչ համաժողովրդական իսկական տոնախմբություն էր լինում ու որևէ մի իշխանության մտքով չէր անցնում փակել հանրության մուտքը, մարդիկ գնացել էին այնտեղ։ Նախկին իշխանությունը հակաժողովրդական էր, այսպես ասած։ Ես այդ կադրերը, որ նայում էի, ես հիշեցի, թե ինչպես էր Նիկոլ Փաշինյանը պոպուլիստական հայտարարություններ անում Բաղրամյան 26-ի եւ ազգային ժողովի դարպասները բացելու հետ կապված, որ այնտեղ մուտքը բոլորի համար պիտի լինի, ժողովրդի համար, իսկ հիմա նա այսպես փակ միջոցառման ձևաչափով յուրայիններով իր թիմով գնում է ելույթ է ունենում, նրանք ծափահարում են, իսկ ժողովուրդը այնտեղ հերվում է, կտրված է, խզված է իշխանությունից։ Գիտեք, ես երբ որ այդ կադրերը նայում եմ, նաև հա տեղադրել էինք այդ 5 տարիներ 2000-ականների կադրերը, ես տեսնում եմ մի բան, մարդիկ փռել են տաղավարներ ու մարդիկ սպասում են, որ հիմա պետքա գան բարձրաստիճան հյուրերը երկրի ղեկավարի գլխավորությամբ ու իրեն հյուրասիրեն երկրի նախագահին ու ուրախանում են, չէ՞ որ տեսեք իմ թխած գաթայից նախագահը փորձեց։ Դու կարող եք ասել, այս 3 Սարդարապատ գնացողներից որ մեկն էր գնացել Նիկոլի համար։ Հա, չէին թողնում, որովհետև Նիկոլն է գնում, բայց այնտեղից որ մեկին էր հետաքրքրում Նիկոլը։ Ոչ մեկին։ Ուղղակի հաղթանակի օրը, տոն օրը, մարդիկ գնացել են իրաց տոնի օրը, հուշահամար, ինչպես որ միշտ գնացել են, ես որ փոքր էի, գնում ենք ամեն տարի էքսկուրսիա ենք անում, հանգիստ գնում ենք, ով էր մեզ ասում, չէ, սպասեք, որտեվ երկրի ղեկավարը գալիս է, գնում է։ Բայց այս կարգի, ու իրենք վստահաբար հասկանում են, որ այս տարբեր եւ Ծիծեռնակաբերդում եւ Եռաբլուրում եւ այդտեղ իրենց այս քայլերով ավելի շատ են նյարդայնացնում մարդկանց ու իրենց դեմ լարում։ Նաև սա ցուցիչն է այն խզման, որ տեղի է ունեցել այս շատ կարճ իշխանության համար, հա, ժամանակահատվածում 7 տարվա, եթե նա խոսում է նախորդ 30 եւ ավելի տարիների մասին, ինքը կարողացավ դրան հասնել 7 տարվա ընթացքում։ Մարիանա ջան, ոնց կարողացավ հասնել դրան։ Խոսում ենք մենք իշխանության անկարողության մասին։ Արդյոք Հայաստանի այսօրվա իշխանությունը կուզենար, որ իր հետևից իր դիմացից հայհոյեն։ Արդյոք Հայաստանի իշխանությունը կուզենար, որ ժողովրդի դեմ ճանապարհներ փակեն, որպեսզի ինքը կարողանա մի 10 մետր տեղաշարժվի։ Կուզենար, որ խոստումներ տար ու սաղ ասեին, այս սուտ ասան, չես կատարել։ Չէր ուզենա, բայց ինչու այդպես, որովհետև գործ ունենք անկարողության հետ։
մենք ինքն է խոստովանում, չէ, տգետների կառավարության մասին հայտարարությունը ելույթը ինքն է ունեցել։ Հիմա մենք փաստացի գործ ունենք իրենց բարերով իսկ ասած տգետների հետ, անկարողների հետ։ Իրենք ստեղծել են այդ վիճակը եւ հիմա երկրում պարզապես որ ոլորտը որ նայում ես, տիրում է ուղակի քաոս։ Կարդացինք երեք, որ պետությանը պահտրված, պետության արգրաված գումարները, հա, ոնց որ գողացել են, տարել են։ Քննչական կոմիտե։ Դա աբսուրդ է։ Պետությանը պահտրվող, պետության հսկողության տակ գտնվող կալանավայրերում մշտապես մարդիկ են մահանում։ Ամեն օր, քիչ առաջ կարդացինք սարսափելի վթարի մասին։ Ամեն օր մեր ճանապարհներին վթարներ են եւ մահանում են մարդիկ։ Ժողովուրդը ուղղակի կոտորվում է այդ վթարներում։ Իրանք ինչ են ասում, որովհետև լավ ասֆալտ ենք սարքել, ինքնամոռաց գազ են տալիս, մենք շարունակելու ենք ասֆալտ անել։ Արա, բայց չես կարող չէ դրանով հիմնավորել էդի պատճառ բերել դա։ Սովորեն չէ ամեն ինչում պատճառներ բերել։ Կարդում ես հանցագործությունները, չկա օր, որ մի քանի սպանություն չլինի։ Ընդ որում կրակոցներով ուղեկցվող, օրը ցերեկով, օրը ցերեկով նայում ես արդեն այս վերջի մի քանի օրեր սպանություններ են, կրակոցներ կան, նայում ես բոլորի մեջ անչափահասներ են։ Ասում է ավտոմեքենան անձրևի ժամանակ, չգիտեմ, ջուրա թռցել մյուս ավտոյի վրա սպանել են։ Սա, չգիտեմ, բարդակը շատ մեղ բառ է, որ ասես ինչա տեղի ունենում։ Սա այդ կառավարման չկարողանալու պատճառով է։ Լավ է այդ իրավականը գանք մի կողմ։ Բողոքի ակցիա է անում, պետություն կա, գոյություն ունի կառավարություն, որ ասել է ես ձեր բոլոր խնդիրները կլուծեմ, հիմա քաղաքացին ակցիա է անում, ասում է թույլ տուր մի շիշ կոնյակ արտահանեմ։ Էն էլ կառավարության դիմաց չէ, քո երկրում այլ երկրի դեսպանատան դիմաց։ Նիկոլ Փաշինյանը, որ գնում է Վրաստան կամ Վրաստանի վարչապետը գալիս այստեղ, իրար հետ պաչիկով են բարևում, բայց մի շիշ կոնյակ չի կարողանում հնարավորություն տալ ընձեռնել, որ այդ մարդիկ արտահանեն։ Հա, ու դες վիճակով էլ խոսում է խաղաղության մասին, Ադրբեջանի հետ առևտուր անելու մասին, հասկանում ես բարեկամ, հարևան, եղբայրական Վրաստանի հետ չի կարողանում մի կոնյակի հարց լուծի, 100 տարվա թշնամի Ադրբեջանի հետ, սա պետք է կարողանա առևտուր անել։ Անկարողություն, անպատրաստ լինել, առհասարակ կառավարման հետ որևէ կապ չունենալ, այս ամեն ինչը իհարկե բնորոշ է այս իշխանությանը, բայց մի ուրիշ խնդիր էլ չկա, ի վերջո այն կադրերը, որ մենք տեսնում ենք ստորացման, նվաստացման, խղճուկ վիճակում գտնվելու այդ անփառունակ հանդիպումները նույն Տիրանայում ու առհասարակ աշխարհն էլ է չէ տեսնում, այսինքն երկրները բարեկամ լինի, ոչ բարեկամ լինի, ուղղակի գործընկեր լինի, հաշվի են նստում նրա հետ, ով իրենից ինչ որ բան է ներկայացնում։ Աշխարհը ոչ միայն այդ կադրերն է տեսնում, այլև աշխարհը անձամբ մասնակցում է այդ իրադարձությանը։ Հայաստանում 2 օր առաջ 40 երկրի 600 ներկայացուցիչ եկել։ Այդքան մարդկանց առաջ ելույթ ունեցավ եւ ինչ ասեց. Եթե խաղաղության պայմանագիրը ճանաչվի հակասահմանադրական, մենք կփոխենք սահմանադրությունը։ Եվ դա ասում է մի անձ, որը 7 տարի շարունակ խոսում է երկրի սուվերենության մասին եւ ինքնիշխանության մասին։ Հիմա այդ 40 երկրի ներկայացուցիչները, որ եկել են, մի մասը եվրոպական երկրներ, որտեղ ուզում են սա գնալ մտնել։ Որ մի երկիրն է իրենցից ասել, սահմանադրությունը երկրի շահերի փաստաթուղթն է։ Երկրի գլխավոր մայր օրենքն է, որևէ երկրի ներկայացուցիչ այդ 40-ից եւ մնացած 100 երկրից որևէ մեկը ասել է մենք մեր մայր օրենքը կփոխենք, որպեսզի թշնամու շահերին համապատասխանեցնենք։ Իրանք այդ նվաստացումը անձամբ են տեսնում, չէ՞, իրանք պետք է լուրջ ընդունեն, որևէ մեկը իմ կարծիքով Հայաստանի իշխան քաղաքացին որքան լուրջ են ընդունում Հայաստանի այսօրվա ղեկավարությանը նույն լրջությամբ էլ ընդունում են բոլոր այն երկրները, որտեղ գնում է այցի, բոլոր այն մարդիկ, ում հետ որ շփվում են։ Եթե մենք գիտենք, մենք Նիկոլ Փաշինյանին, դուրսը Նիկոլ Փաշինյանին, այսպես ասած, չի ընդունում հատկապես, հա, դրսի ժողովուրդը։ Ես ղեկավարության մասին չեմ խոսում, որ քաղաքավարությունից դրդված բանան, երբ որ մենք գնում ենք որևէ երկիր,
մեզ քաղաքացիներին ինձ հետ հաճախ է պատահել, որ իմանում են Հայաստանից ես, ասում են ոնց եք դուք կարողանում ապրել մի իշխանության հետ, որին դուք ինքներդ համարում եք դավաճան։ Ընդդեղի քաղաքացիները, դրսի քաղաքացիները Հայաստանի ներքին խնդիրներից չգիտեն։ Իրեն գիտեն, որ այս մարդը հանձնել է, տվել է, ու ասում են ոնց եք իր հետ յոլա գնում։ Բայց մենք մեր երկրի քաղաքացիները լիքը ավելի ոչ միայն այդ Արցախի մեր անվտանգային հարցերը, նաև մեր ներքին հարցերի բերումով գիտենք, թե ում հետ գործ ունենք։ Եվ ինչքան լրջության, որ մենք ենք վերաբերում նրան, իսկ մենք շատ անլուրջ ենք վերաբերում։ Այնքան լրջությամբ էլ վերաբերում են դրսում։ Դե անլուրջ վերաբերվելը, այսինքն իրենք են անլուրջ վերաբերվում առհասարակ պետությանը, այն պատասխանատվությանը, որը իրենք ունեն, որովհետև բոլոր հարցերում անգամ մանր կենցաղային թվացող պատասխանատուներ են գտնում կողքից, հա, ուրիշների վրա են մեղքը բարդում, բայց ոչ իրենց։ Արցախը ռուսները հանձնեցին, այ սովետական Հայաստանն է մեղավոր, որ մենք ինքնուրույնության հետ կապված ընկալումներ ունենք ըստ Նիկոլ Փաշինյանի, հիմա ինքը եկել է դա փոխում է երեկվա իր ուղերձում, հիմա էլ թիրախավորել էր խորհրդային ժամանակահատված, ասում էր պիտի ազատվենք այդ կաղապարներից, պիտի վերագնահատենք եւ իրական Հայաստան կոչված այդ ցնորքը դարձնենք մեզ համար ուղենիշ։ Չփնտրենք հայրենիք, Սևակ, դուք փնտրել եք երբևէ հայրենիք այս ընթացքում։ Ես հայրենիքը ինքը եկավ գտավ։ Ես երբեք որևէ ժամանակ լուրջ չեմ վերաբերել նրա որևէ խոսքի։ Նիկոլ Փաշինյանի խոսքերը ինձ համար մի անգամ եմ ասել զուտ իմ TikTok-յան, Instagram-յան էջերը զարգացնելու հնարավորությունը։ Գոնե մի դրական բան փաստորեն տվել է։ Ինքը ինչ-որ հումորային, ծաղրական, իրեն դեմ բաներ է ասում, դնում ենք, դիտումներ ենք հավաքում, մարդիկ ուրախանում են անցում գնում, բայց մենք գիտենք, որ ինքը իրականում ինքը օրակարգը դրանով չի լցվում։ Նաև դուրս են մնում։ Որևէ ես քիչ առաջ խոսեցի, Մարիաննա ջան, դուք մտածում եք, որ որևէ կարևոր հարց Նիկոլ Փաշինյանը լուծելու է ու դրանով էլ հա ու ինքն էլ ինչ-որ ձևով ստվերելու է դա, օրինակ ինչ կարևոր հարցեր ուզում լուծեր, որ այսօր բնականաբար սկսելու են քննարկել իր ինչ-որ ելույթները կառավարության նիստում, հա, եկեղեցի ճուլանի վերացելու եւ այլն մասին։ Դա ստվերելու է որևէ գործընթաց, իսկ ինչ էր տեղի ունենում, որ եկավ ստվերելու։ Ես չեմ ուզում անգամ դրան անդրադառնալ։ Դա օրակարգը շեղում է այն իմաստով, որ մարդիկ այս պահին օրակարգը Հայաստանի լինելիության հարցն է, Հայաստանի անվտանգության հարցն է, այն հարցն է, որ այսօր խնդիր ունի ոչ թե Արցախը, որը այս իշխանությունը բեռեր համարում, այլ հենց Հայաստանի Հանրապետությունը, որի տարածքները օկուպացված են, որոնք ազատագրելու մասին այս իշխանությունը չի խոսում եւ հույսը դրել է այսպես կոչված սահմանազատման վրա։ Օրակարգը դա է, օրակարգը այն է, որ յուրաքանչյուր Հայաստանի քաղաքացի կարող է ընկնել Կիրանցի քաղաքացիների օրը։ Մի օր կարող են գալ եւ ասել ձեր կադաստրի վկայականները կեղծ են։ Ապրեք, Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի հիմա արդեն կլինի Կիրանցում, կլինի Շորնոխում, կլինի Գավառում, կլինի այլ վայրում Հայաստանի քաղաքացին գիտի, որ իր անվտանգային, սահմանային, կենցաղային որևէ խնդիր այս իշխանության հետ կապելը լրիվ աբսուրդ է ու այդ քաղաքացին սպասում է հարմար առիթին, որ կարողանա փոխել, որտեվ բոլորը գիտեն, որ Հայաստանի իշխանությունը մեծամասնությունը գիտի զբաղված է փող դիզելով ու զբաղված է իշխանությունը պահելով։ Ուրիշ հարց իրենց չհետաքրքրում։ Այդ իշխանությունը պահելու համար պետք է հենց այսօր հանձնել էլի տարածք, նա կանի հենց դա։ Դա գիտի Հայաստանի քաղաքացին ու իրան որևէ ուրիշ օրակարգով ուղղակի շեղել հնարավոր չէ, որովհետև եթե այսօր այլ թեմաներով շեղեցին, միևնույն է ինքը շարունակում է մնալ կրակոցների տակ։ Միևնույն է իր սոցիալական խնդիրները չեն լուծվում։ Գիտեք, հատկապես քաղաքացիների մոտ ես աշխատանքի բերումով դուք էլ ես էլ հաճախ ենք շփվում մարդկանց հետ ու տեսնում ենք իրանց մարդկանց մեծ հիասթափությունը իշխանություններից։ Ակնկալիքներ ունեին 18-ին։ Բազմաթիվ ակնկալիքներ ունեին։ Այդ շատ ավելի կարևոր է, որ մարդիկ բարձրաձայնում են այդ մասին։ Մի դրվագ հիշեցի, Սևակ, երբ որ Նիկոլ Փաշինյանը այցելել էր Վանաձոր, այնտեղ քաղաքացիներից մեկն ասում էր, թե 18-ին ակնկալել է, որ իրեն բնակարան կտան,
բայց այդ ակնկալիքը փաստորեն չի արդարացվել ու Նիկոլ Փաշինյանն էլ զարմանում էր, ասում էր, ով է ասել, որ հեղափոխությունը ձեզ բնակարան է տալու։ Իսկապես տրամաբանորեն այդպես է ստացվում, բայց հիշենք ինչ խոստումներով նա եկավ իշխանության, չէ՞, Թալանը հետ բերելու, արդարություն հաստատելու, այ ժողովրդին ասում էր, քեզնից են գողացել, ես գալիս եմ, որ այդ գողացածը հետ վերադարձնեմ։ Նախ Նիկոլ Փաշինյանը շատ լավ բան հիշեցիք, ասում է հեղափոխությունը ձեզ բնակարան տալու համար չէր։ Իսկ ինչի համար էր հեղափոխությունը։ Մի հատ մարդկանց թող բացատրել է 2018-ին, որ հեղափոխություն էր անում, նա ասում էր ինչի համար է հեղափոխությունը։ Դիտեք, իրենց հայտարարագրերը կհասկանաք, թե ինչի համար է հեղափոխությունը։ Ինչի նախ կանդրադառնանք նաև դրան։ Բայց հիմա հեղափոխությունից ով ինչ ակնկալիք ուներ։ Այո, Վանաձորցին եւ ոչ միայն Վանաձորցին, շատ շատերը ակնկալում են, որ հեղափոխությունից հետո վերջապես իրենք տուն կունենան։ Թոշակառուն ակնկալում էր, որ հեղափոխությունից հետո ինքը կստանա բարձր թոշակ։ Որևէ թոշակառու չի ակնկալել, որ հեղափոխություն է անում, որպեսզի սոցիալ նախարարը մի տարվա ընթացքում ստանա թոշակառուի 40 տարվա թոշակը։ Որևէ հեղափոխության դուրս եկած ուսուցիչ չի մտածել, որ կրթության նախարարը մի տարում ստանալու է նրանց 22 տարվա աշխատավարձը։ Հեղափոխության մասնակիցը մտածում էր, որ ինչ-որ բան էլ իր համար է տեղի ունենա։ Հեղափոխության մասնակիցները ոչ չեն եղել ակնկալիքով, որ սա փոխգնդապետ Արա Մխիթարյան կարծեմ կծեծեն, կհասնի կոմայի, կմահանա։ Որևէ հեղափոխության մասնակից չի ակնկալել, որ Սոնա Մնացականյան դուրս է գալիս պայքարի, որպեսզի Սոնա Մնացականյանը զոհվի Նիկոլի ավտոյի անիվների տակ։ Դրանք լրիվ ուրիշ բանի համար են 150,000 արցախցու տնից զրկելու մասին էր հեղափոխությունը։ Չէ, այդ մարդիկ ակնկալիք ունին, Նիկոլն ասում է հեղափոխությունը նրա համար չէր, որ քեզ տուն տան։ Ինչի համար էր հեղափոխությունը։ Հեղափոխությունը նրա համար էր, որ այսօր մտնի ցանկացած իրավապահ մարմին մտնի քաղաքապետարանի բոլոր մասնաշենքերը ու դափոնով պաշտոնյաներ կալանավորի։ Հեղափոխությունը նրա համար էր, որ հիմա էլ ժողովուրդը սկսի արդեն խոսել, թե որ սուպերմարկետը իշխանության որ անդամին է պատկանում, օրինակ որ մի իշխանականը որտեղ է իրան դղյակ սարքել, վեդու բնակիչները դուրս են եկել հեղափոխության, որ կոկորդիլոսակետի քերին մրցույթները շահի, հերթով տենդերներ շահի ու ինքն էլ արդարանա, բոլոր մրցույթները բայց չի շահում։ Մանվելին մերժել են, բերել են Ձյանա, չգիտեմ ինչանին, որպեսի կեսուր կեսրարին լավություններ անի։ Քրեական պատմություն։ Լավ է, հա, գանք մեր համար հարցեր լուծենք, հետո հրաժարական։ Գանք խոստումներին, Սևակ։ Նիկոլ Փաշինյանը խոստանում էր այսպես կոչված հեղափոխությունից հետո ներդրումների բում, ասում էր, Սփյուռքում հազարավոր քաղաքացիներ սպասում են, որ գան այստեղ ներդրումներ անեն։ Հիմա մենք տեսնում ենք, թե տնտեսությունը ինչ վիճակում է, ինչից է կախված, տեսնում ենք նաև խոշոր հարկատուների ցանկում եղած փոփոխությունները, թե որ բիզնեսներն են աճում, բարգավաճում ու ինչի հաշվին է տեղի ունենում, բայց ներդրումներ չենք տեսնում։ Գիտեք, մոտենում են ընտրություններ, ինքը ներդրումների մասին մեծ խոստումները տվեց ընտրություն 18 թվականի նոյեմբերի քարոզարշավի ժամանակ, որ կանգնեց Թալինում, ասեց, հեսա մի հատ այնց գործարան ենք բացում, որ ամբողջ Հայաստանի տնտեսությունը փոխի, հեսան, չի լրանում։ Ինքը Սևանում, թե Գավառում կանգնեց բեմին ու ցույց տվեց 850 միլիոն դոլարի ներդրումային ինչ-որ մի բան։ Տեսել ենք, պայմանավորվել ենք, ձեռք ենք սեղմել, գնաց են լորիում ցույց տվեց, թե ինչպես են աշխատելու հանքերը, որ փակվել էր, հա, Ալավերդու պղնձաձուլարանը, ինչ վիճակում են, որ գործարանների անուններ տալիս։ Գիտեք, հեսա ընտրությունները էլի կասի, ահա, անենք անում, ներդրումներ ենք բերելու, բայց էլի նույն ձևը, հա, ներդրումներ պետքա գան Հայաստան, իրոք։ Իսկ դուք կկարողանաք այդ ներդրումները բերել։ Այսինքն միտեղ մի երկրում, որտեղ տենդերները հիմնականում շահում են, կարդում ես բոլորը, այսինչ այնինչ պաշտոնյայի բարեկամներն են, երբ որ երկրում մարդ 2 տարի ասֆալտի նախարար աշխատում, հետո տեսնում ես ընտանիքը դղյակա կառուցում։ Գիտեք, հա, ներդրումներ կարող են բերել, բայց դուք չեք կարող այդ անել։ Այո, ժամանակին շատ լավ բերել են։ Որ խնդիրը չի, ով կգա Հայաստանում ներդրում անելու, դուք լինեիք բիզնեսմեն, կգայիք մի երկիր, որտեղ
Օրինակ, ամեն պահի վաղը մյուս օրը կարող է բռնկվել պատերազմ, որի սահմաններին 3 ամիսը շարունակ արդեն կրակում են։ Դուք ներդրում կանեիք մի երկրում, որտեղ իրավունքները ուղղակի գոյություն չունեն, միայն թղթի վրա են։ Որտեղ իշխանության սրտի դատավորի տունը մտնում են, հանկարծ մտնում են մի թեթև խուզարկելու, $500,000 ինչ-որ գրացած փող են տանում, հա։ Գիտեք, ներդրումները հազար ու մի գործոններ կան, որ բայց ես որ ասում ենք, վաղը Նիկոլ կարող արդարանա, գիտեք, ասի, հա, տեսնում եք, չեն գալիս, դրա համար էլ ԿՊԱ-ականներով են կանում։ Տենդերներ ԿՊԱ-կա, որովհետև չեն գալիս, թե հիմա բան չեն անում, չեն գալիս, գիտեք, ես նոր մի բան էլ հիշեցի։ Նիկոլ Փաշինյանը խոստանում էր 2023 թվականին աննախադեպ բան անել, Հայաստանում անկախությունից ի վեր առաջին անգամ գյուղ սարքել 0-ից։ Դա պետքա տեղի ունենար 2023 թվականին, կարծում եմ, պետքա բնակեցվեր։ Մի հատ կարելի է գնալ նայել, էլի, նախ այդ ջրամբարը, որ պիտի սարքեին ու այդ գյուղը սարքեին, փող տեղափոխեին։ Այդ ջրամբարի ինչ վիճակ է, ու կարելի է գնալ նայել, մի հատ տան հիմք փորել են, թե չէ։ Ներդրում են բերում մարդիկ, ովքեր 13 հատ տունը սարքել են 4-5 տարում։ Գյումրիում։ Ոչ, Գյումրիում ոչ մի բան չեն սարքել, Գյումրիում գարաժ չեն սարքել։ Գյումրիում դրանք հանգիստ գնացել են, ուզեցել են ամեն ինչ անել, որ իշխանություն վերցնել, իրենց տեխնացուին կանգնեցրել են, որ Գյումրին սարքածին սարքողին վատաբանի, սև PR-անի, բայց Գյումրիում ավտոտնակ չեն սարքել։ Շուռնուխում սարքել են 11 թե 13 տուն 4-5 տարում պետական միջոցներով, այս վերջում էլ իմացանք, որ աստղաբաշխական թվեր են գնացել ամեն մի տան վրա, կփորձենք հարցումներով պարզել։ Հիմա այդ իշխանությունը ախր ոնց պիտի ներդրում բերի։ Հա, հեշտ է ասելը, գիտեք, շատ հեշտ խոսում են այն ժամանակ։ Ժողովուրդ ասում են, Հայաստանը պետք է այնքան գումար ծախսի գյուղատնտեսության վրա, ինչքան գումար որ ծախսում է բանակի վրա։ Նախ ճիշտ է ասում, որտեղ ոչ բանակի վրա ծախսում, ոչ գյուղատնտեսության։ Բայց հարցը այն է, որ դու այդ գյուղատնտեսությունից գտարն ես ընդամենը թողել։ Խնդրեմ, կոնյակ արտադրողը ասում է, բեռնա փոխադրողը ասում է, հնարավորություն տվեք, աշխատե ժողովուրդ։ Մարդը գնում է ցանում է իր հողը ցանելուց հետո մի հատ բողոքի ցույցանում ասում է ոռոգման ջուր տուր։ Մի հատ բողոքի ցույցանում ասում է վնասները փոխատուցի կարկուտի։ Մի հատ բողոքի ցույցանում ասում է թույլ տուր արտահանեմ։ Մի հատ բողոքի ցույցանում ասում է արտահանածից գումարներ տուր։ Այսինքն մարդը զբաղված է բողոքի ցույցերով։ Դե ճանապարհը դա է ուրիշ, բայց չի էլ գործում, դա էլ չի ասում, որովհետև խնդիրները մնում են։ Ուղղակի Նիկոլ Փաշինյանը մարդկանց ցույց տվեց, թե ինչպես բողոքել, ինչպես փոխել։ Նիկոլ Փաշինյանը մարդկանց ցույց տվեց, թե ինչպես կարելի է հույս չկապել երկրի կառավարության հետ։ Նիկոլ Փաշինյանը ցույց տվեց մարդկանց, որ դուք ունեք քո խնդիրները, դու գնա ոնց ուզում ես քո գլխի ճարը տես։ Էդի կանես հանցագործությամբ, էդի կանես որ ճանապարհով ուզում ես, ինքդ կեթած ակցիա կանես ուրիշ երկրի դեսպանատան դիմաց, դու կփնտրես ուղիներ, ինչ ուզում ես, արա կառավարության հետ հույս մի կապի։ Երբ որ մենք այսքան ժամանակ մինչև սրանց գալը, մենք զբաղվել ենք մեր խնդիրներով։ Ամեն մեկս էլ լա, իր ուսանող էինք, գնացել ենք համալսարան, սովորել ենք, լրագրող ենք աշխատել, են մեկը իր հողն է մշակել։ Նիկոլ Փաշինյանը անվտանգային խնդիրն է վերադարձել այդ գյուղացու խնդիրը։ Ուսանողի խնդիրը, երկու ուսանող իրար հետ խոսում են, իրաց թեման կրակոցն է։ Իրաց թեման էս բանակից ազատվելու թեման է, հազար ու մի բաներ են, որովհետև ինքը չի կարողանալով հարց լուծել, հա։ Թոշակառուն որ խոսում է, այսինքն բողոքում է բազմաթիվ դեղերի գնից բողոքում է, կոմունալներից բողոքում է, սննդի գնից բողոքում է, եւ այլ, եւ սկսում է բողոքել նաեւ, որ խաղաղության պայմանագիր չի լինում։ Խաղաղության պայմանագրով խի պիտի զբաղվեր մարդը։ Հա, հասարակ քաղաքացին պիտի զբաղվի դրանով։ Իշխանությունը պիտի իր հարցերը լուծեր, իր անվտանգային հարցերը լուծեր, մարդն իր գործը։ Ասում են լինի այդ պայմանագիրը, առևտուր է կանելու։ Հասկացա, ես պետքա քաղաքացի եմ, տունը նստած հեռուստացույց եմ նայում, մեկ էլ պետք է լուրերով հաղորդես, որ կնքվել է պայմանագիր։ Էս ինչ բանն է եղել։ Հիմա ես լսում եմ, որ Էսի պետք է տանք, որ պայմանագիր լինի։ Մինսկի խումբը, այն հերավոր գյուղի բնակիչը սկի Մինսկի խումբ չի էլ լսել, հիմա անգիր արել, պետք է Մինսկի խումբը լուծարեն, որ խաղաղության պայմանագիր լինի։ Էդի գյուղացու հարցը չի։ Էդի որևէ բնակչի հարցը չի։ Հայաստանի կառավարությունը պետք է դենց անել, որ դու լսեիր, որ կնքվել է խաղաղության պայմանագիր։ Կոնյակը արտահանվել է, գումար մտել, գյուղացին կարողանում է, մարդ կարող է արտահանում իրականացնել։ Պետք է լսել, որ ահա լուրերով
նոր շենք, նոր քաղաք է կառուցվել, նոր գյուղ է կառուցել, ոնց որ ինքը խոստանում է, բայց մենք մենակ խնդիրներից ենք լսում։ Ու մեզ մասնակից են դառնում իրանց չկարողանալուն, իրանց կառավար պետական պարտքը կրկնապատկվել է Նիկոլ Փաշինյանի օրոք ու մի իշխանության օրոք, որը երբ ընդդիմություն էր, զարմանում էր, ասում էր 17 թվականին Նիկոլ Փաշինյանը, պատկերացնում եք, մեր պետական պարտքը, մեր վերցրած պարտքը ավելին է, քան մեր ստեղծած արդյունքը։ Հիմա իր իշխանությունը կրկնապատկել է մեզնից յուրաքանչյուրի վրա դրել է հավելյալ բեռ մարելու իր վերցրած պարտքը։ Գիտեք, որ մենք ասում ենք պետական պարտքը աճել է, հեռուստացույցին ու ասում ենք յուրաքանչյուր քաղաքացու համար պետական պարտքը, իր պարտքը կազմում է $4400։ Մի ընտանիքի անդամ, օրինակ 4 անդամ են, հա, $17-18,000 պարտք։ Ինքը դա չի ընկալում շատ։ Հա, որտեվ ասում եմ ես խի եմ պարտ, Նիկոլն ավերցե, թող Նիկոլը փակի։ Այս տարի պետական բյուջեից $2.5 միլիարդ դրան են տրամադրում պարտքի սպասարկմանը։ Տոկոսների մարմանը, եւ այլն, հա, դա նշանակում է, որ սիրելի քաղաքացի, քո թոշակը չի բարձանում, որտեվ Նիկոլը փակում է իր վերցած պարտքը։ Քո հաշվին պարտք է վերցրել, չգիտեմ ինչ են արել այդ գումարները, օրինակ երկրորդ նախագահն ասում է, ես ենթադրում եմ 7 միլիարդ դոլար պետական պարտքը, $2 միլիարդ կերել են, փոշիացրել են։ Այո, համաձայն եմ, բայց 5 միլիարդը ուր է։ Հասկանում եք, կարող են փոշիացրել։ Այսինքն վերցրել են գումարներ, չգիտես ինչ ա եղել, բայց թոշակ չի բարձրանում, որտեղ Նիկոլը պարտ պետք է տա։ Աշխատավարձ չի բարձրանում, որտեղ Նիկոլը պարտ պետք է տա։ Ծրագրերը մնում են կիսատ չեն արվում, որտեղ Նիկոլը պետք է պարտ տա։ Դա լը հարցի մի կողմն է։ Վաղ այդ մարդը գնալու է։ Ուզի չուզի, ինչ անի գնալու է, բայց ինքը որ գնալու է, ինքը այս խնդիրն է, պարտքը չի լուծելու նոր գնա։ Չեք կարծում, չէ՞ որ Նիկոլ Փաշինյանը վաղը $7 միլիարդ իր կուտակած պարտքը փակելու է նոր գնա, ինչքան վնաս տվել է լուծելու է նոր գնա։ Ինքը գնալու է, եւ այս սաղ մնում են։ Այստեղից հաջորդ հարցն է գալու։ Լավ, իսկ ո՞նց պետք է լինի, իսկ ով պետք է լինի, որ կարողանա այս ամենի տակից դուրս գալ։ Այստեղ մի հարց կա, Սևակ, որին անպայման անդրադառնանք, Նիկոլ Փաշինյանի գնալու մեխանիզմը, Նիկոլ Փաշինյանի գնալու ձևը, արդեն ներընդդիմադիր դաշտին ենք անդրադառնում, այն, որ Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմը ձախողել են, դա բոլորի համար պարզ է։ Սովորական քաղաքացուց, նույնիսկ նախկին նիկոլականից մինչև քաղաքականությամբ հետաքրքրվող մասնագետներ, վերլուծաբաններ հիմա ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին, իմպիչմենտի օրակարգ կա, երկու նախաձեռնություն, հա, տարբեր թիմեր եւ հայտարարում են, որ միակ ճանապարհը դա է, իսկ դա չի լինում, որովհետեւ Ռոբերտ Քոչարյանը չի ուզում իմպիչմենտին, չի միանում, որ Նիկոլը մնա։ Նախ ճիշտ ասած ես չի ուզենա այդ գործընթացից խոսել, որովհետեւ ինչ անլուրջ բան եմ համարում։ Նախ ընդամենը մի օրինակ բերեմ, էլի impeachment կազմակերպիչներից մեկը, impeachment կազմակերպող երևացող դեմքերից մեկը, հա, նախաձեռնող երևացող դեմքերից մեկը մի ամիսը փորձում է որևէ մեկի հետ հանդիպել, ով որ պետք է, հա, կողմքը ԿՊ-ից, ով որ պետք է միանա նախաձեռնությանը։ Երբ որ անգամ բարև չեն տալիս, եւ որ անգամ չեն ուզում հանդիպել, ոնց է կազմակերպելու այդ գործընթացը։ Ես չեմ ուզում մտնել այս թեմայի մեջ, Մարինա ջան, զուտ նրա համար, որ իրան համարում եմ ոչ լուրջ գործընթաց։ Այո, երբ որ տեսնեիր, դեք impeachment-ից ակնկալիքը նույն այդ Նիկոլից ակնկալիքի մասին է, էլի։ Այսինքն որ ակնկալում են հեսա, այս կանի, բայց գործընթացն է, հեսա էս կլինի, էս կլինի, ինչ է լինելու։ Ոչ մի բան էլ չի լինելու։ Այսինքն արդյունքում եթե մնալու է, եթե տապալվելու է գործընթացը, որ ի սկզբանե հայտնի է։ Տապալվելու է այդ ինչ իմաստ ունի մտնել դրա տակ։ Ում դեմ եք աշխատում, ինչի համար եք աշխատում։ Այդ թիրախը հայտնի է, արդեն բոլորի համար է հայտնի, չէ՞։ Այստեղ արդեն դեք ներքաղաքական այս դաշտում, թե նաև այդ գործընթացում, երբ որ մենք այն ամենին որ ականատես ենք, դա ցավալի է, բայց դա որի բան փոխող չի։ Գիտեք, մարդիկ են դուրս եկել, որոնք փորձում են ընդամենը առաջիկա քաղաքական գործընթացներում ինչ-որ տեղ գրավել,
հա, սրան նրան բրթելով, մի քիչ դու ես կողմ, մի քիչ դու են կողմ, ես մտնեմ այդտեղ։ Մարդիկ են, որոնք չունեն լծակներ, չունեն հանրային աջակցություն։ Ռեսուրս, ինչպես սիրում են ռեսուրս, բայց ավելի շատ ռեսուրսը նկատի ունեմ այս պահին հանրային աջակցությունը։ Դա գլխավոր ռեսուրսն է։ Չունեն այդ ռեսուրսը եւ նրանք փորձում են, հա, մի քիչ ու հասկանում ենք, չէ, որ Նիկոլ Փաշինյանին քլնգելը այլևս ձայն չի բերում։ Որտեւ հիմա բոլորն են քլնգում, բոլորը գիտեն ով է, ում հետ գործ ունենք։ Ավելին ասեմ, ես խիստ կասկածում եմ, որ հնարավոր է այս պահին Նիկոլ Փաշինյանից մի հատ ձայն տանել, որովհետեւ նա ընդամենը իր փոքր մի ավտոբուս ժողովուրդ ունի, նրանցից էլի շտանես։ Եվ ուրեմն աշխատում են այն մարդկանց վրա, ովքեր ունեն այդ մարդկային ռեսուրսը։ Հա, փորձում են ինչ-որ բաների մեջ, գործընթացների մեջ մտցնել, այսինքն անլուրջ գործընթացների մեջ մտցնել, փորձում են ինչ-որ վատ բառապաշարով, հայոյանքով, վիրավորանքներով ավելի շատ փորձում են կամ նրան իջեցնել իրենց մակարդակին, որը չի ստացվում, կամ իրանք բարձրանալ այդ մակարդակին, որը դարձյալ չի ստացվում։ Գիտեք, այսօր երբ որ քաղաքացին հոգնել է Նիկոլ Փաշինյանի կառավարումից, հոգնել է այս անընդհատ կորուստներից, անընդհատ պարտությունից, իր խնդիրը չլուծվելուց, իր բողոքի ակցիաներից, ամեն ինչից հոգնել է, մարդ մտածում է լավ, ով կարող է փոխել, ով պետք է գա, որ լավ լինի։ Այսինքն, այստեղ սիրել չսիրելու հարց չի։ Գլխավոր խնդիրն է, ով կարող է այս վիճակից անել, ով չի կարող այս վիճակից անել։ Երբ որ այդ մասն է արդեն խոսում, գիտեք, ուզեք, չուզեն գլխավոր դեմքը, ընդդիմադիր, հակակշիռ դեմքը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է։ Այսօր նրա սանդղակը, նա բավականին բարձր սանդղակում է, հա, նրանից հետո երևի թե մի 6, 7, 8 տեղ ազատ է, հետո գալիս է իր մարդկային ռեսուրսով հաջորդ տեխնացում։ Հիմա փորձում են այդ մի քանի տեղ այդ երկրորդից մինչև 6, 7, 8-րդ տեղը լրացնել, հետո գալ առաջ։ Չի ստացվում։ Ու դա կախված է զուտ մեր ժողովուրդը միշտ անձերով ընտրություն կատարում։ Երկրորդ նախագահի հեղինակությունը զուտ իր դաշինքի հետ էլ կապված չի, իր անձի հետ է կապված։ Անձնական փորձ, ճանապարհ, որակներ, այսինքն մարդիկ տեսել են ինչ որ մի շրջան։ Ապրեք, երբ որ մարդկանց հետ եմ խոսում, լավ ասում են, մենք հասկանում ենք, որ այս վիճակից իմ հույսը ասում է երկրորդ նախագահն է, որ ինքը կարող է բերել, բայց ես հիմա երբ որ տեսնում եմ, որ ՔՊ-ից ավելի շատ ընդդիմադիրներն են պայքարում նրա դեմ, ոչ թե ժողովուրդը, այլ ընդդիմադիր ուժեր։ Ես մտածում եմ, ուրեմն այդտեղ ինչ-որ մի բան կա, մի անազնիվ բան կա։ Փաստացի Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահը ունի հակառակորդ իշխանություն եւ ունի հակառակորդ ընդդիմադիր ուժեր։ Երբ որ մենք տեսնում ենք գլխավոր ճարիքը երկրի, որ պետքա իրոք արդեն օրհասական պահանջ է նրան հրաժեշտ տալը այդ պաշտոնին։ Երբ որ տեսնում ենք, որ կարծես կոալիցիա կազմած լինեն այն մարդու դեմ, որը կարող է, հա, այդ պայքարում առանձնահատուկ տեղ ունի, ուրեմն մտածում եմ, սա ինչ-որ մի գործընթաց է, որը լրիվ ուրիշ նպատակներ ունեն։ Հարցը դրական է։ Մյուս կողմն էլ ինչ է ասում է, այ որ այս օրակարգը կա ներընդդիմադիր դաշտում, դրանից ուժեղանում է Նիկոլ Փաշինյանը։ Գիտեք, Նիկոլ Փաշինյանը ոչ մի բանից չի կարողանա ուժեղանալ։ Ես խիստ կասկածում եմ, աշխարհում չկա այս պահին որևէ բան, առաջ ասում ենք Նիկոլ Փաշինյանը մի քիչ ռեյտինգը կբարձրացներ, եթե փորձեր ինքնասպանելներ։ Այդ պատերազմի պարտությունից եւ այլ բաներից հետո հիմա չկա որևէ մի բան, մի գործընթաց, որը կարող է ուժեղացնել Նիկոլ Փաշինյանին։ Հիմա բայց հարցը այս գործընթացները այդ մյուս կողմերին ուժեղացնում են, այդ ընդդիմադիր կողմերին ուժեղացնում են, թե թուլացնում են։ Որտեւ ով որ ունի ռեյտինգ, շարունակում է ռեյտինգը ավելացնել։ Ով որ չունի ռեյտինգ, ոչ մի գործընթաց իրեն ռեյտինգ չի բերում։ Ես վստահ եմ եւ վստահեցնում եմ, չկա որևէ մի գործընթաց ներընդդիմադիր դաշտում, արտաքին աշխարհում, որևէ կետում չկա մի գործընթաց, որը կարող է ռեյտինգ բերել Նիկոլ Փաշինյանին։ Շնորհակալ եմ զրույցի համար, հարցազրույցին սպասեք վաղը։